Ողջունում եմ ձեզ, սիրելի քույր եղբայրներս, այս գեղեցիկ կիրակի օրը Պենտեկոստեի տոնն է, Սուրբ Հոգու գալուստը երկրի վրա, եւ ես ուզում եմ մի փոքր կարճ հորդոր պատգամով դիմել ձեզ, սիրելիներս, Տերը օրհնի ձեզ յուրաքանչյուրին։ Սիրելիներս, իրականում Սուրբ Հոգին դա գանձ է, Սուրբ Հոգին դա պարգև է, Սուրբ Հոգին դա աստվածային մի մասնիկ է դրված մեր ներսում, եւ դրա համար ուզում եմ, որ մենք այսօր բոլորս լցվենք Սուրբ Հոգով։ Սիրելիներս, շատ հաճախ թվում է հավատացյալներին, որ իրանք Սուրբ Հոգով մկրտված են, ջրով մկրտված են, արդեն ոչինչ չունեն, ամեն ինչ կատարված է, ոչինչ չունեն անելու, բայց չէ, սիրելիներս, մեկ այլ բան է Սուրբ Հոգով մկրտվելը, մեկ այլ բան է Սուրբ Հոգով լեցվելը, Սուրբ Հոգով շարժվելը, Սուրբ Հոգով ուղղորդվելը, Սուրբ Հոգով առաջնորդվելը, Սուրբ Հոգով լցվելը, զորանալը, հոգու կրակը, հոգու ներկայությունը։ Դրա համար, սիրելիս, ուզում եմ քեզ այսօր հորդորեմ, լեցվիր Սուրբ Հոգով, մոտեցիր Աստծուն, կարդա Աստվածաշունչը, աղոթի, Տիրոջ երեսը փնտրի եւ կտեսնես ինչ հրաշալի է այն կյանքը, որը Տիրոջմով է, Տիրոջն է տրվում եւ Տիրոջմով է առաջնորդվում։ Ցավոք սրտի այսօր շատ մարդկանց ես հանդիպում, որոնք ուղղակի խոսում են, բայց լեցունությունը չկա, շատ եկեղեցիներ, որտեղ մարած է հոգին, խնդրում եմ ձեզ, մի մարեք հոգին, լցվեք հոգով, մի նայեք ոչ մեկին, նայիր Աստծուն, Տիրոջ խոսքին, Հիսուսով առաջ գնա, մի նայիր դժվարություններին, քայլ առ քայլ, մոտեցիր Տիրոջը։ Ես երգ էի լսում 2 օր առաջ, շատ հետաքրքիր նախադասություն էր ասվում, ամեն օր ինքը ռուսերեն երգ էր, մի քայլա, որը ինձ մոտեցնում է հավիտենությանը, այսինքն ինչ ենք հասկանում, այսօր էլ անցավ, փառք ես Տերս, մի քայլ էլ մոտեցանք երկնքին, հավիտենությանը, փառք Հիսուսին, դրա համար լինենք Հիսուսով օրհնված, Հիսուսով լցված, Տիրոջ Սուրբ Հոգու ներկայությունը թող ռեալ, լինի մեր կյանքում, էապես զգանք ներկայությունը, իր օրհնությունը, օծությունը եւ առաջնորդվենք Տիրոջմով։ Տերը օրհնի ձեզ յուրաքանչյուրին, օրհնում եմ Հիսուս Քրիստոսի անունով, լավ մնացեք։